Տիկին Հակոբյան 2 օր է արդեն ազգային ժողովում թեժ է, գլխավոր դատախազը ազգային ժողովում է, քննարկում է Աղազարյանի, Հովիկ Աղազարյանի պատգամավորական համձայնումը խլությունը զրկելու հարցը, ինքը Աղազարյանը պնդում է, որ սա քաղաքական հետապնդում է եւ ուզում է այս ճանապարհով իրեն դավացնել, նաեւ որոշակի վախեր ունեք։ Ինչ վախեր ունի իշխանությունը Աղազարյանի գործողությունների հետ կապված եւ ինչու եք փորձում լրացնել իրեն։ Մեր բարձրաձայնած հարցերը, եթե հետևել են մեր քաղաքացիները, կարող են փաստել, որ սա բնավ այդ միապետության, բռնաճնշումների ենթարկվող, որոշումները ուղղակի կատարող խմբակցության պահվածք չէ, միանշանակ, եւ ինչ վերաբերում է բռնաճնշումներին, ապա մեզ համար շատ կարևոր է մի քանի էական բան, ենթադրենք երբ է եղել գործում ներգրաված պարոն Աղազարյանը, որովհետև սա կարող է ապացուցել, որ եթե պարոն Աղազարյանը գործում ներգրավի այն ժամանակ, երբ արդեն իսկ դուրս է եկել խմբակցությունից, ապա կարող ենք ենթադրել, որ սա կարող է ճնշում լինել, բայց ինչպես գիտեք, պարոն Աղազարյանը շուրջ մեր խմբակցության պատգամավոր եղած ժամանակվանից շուրջ 7-8 ամիս հստակ չեմ հիշում էլի, բայց կես տարուց ավել հաստատ առաջվանից ներգրաված է այս գործերում եւ սա հենց խոսում է նրա մասին, որ կապ չունի իր խմբակցությունից դուրս գալու հետ։ Սա քաղաքական բռնաճնշումներ չեն, ինչպես ինքն է որակում։ Դուք համաձայն եք այս որակման հետ, որ սա կարող է լինել քաղաքական բռնաճնշում։ Ես համաձայն չեմ, որ սա քաղաքական բռնաճնշում է։ Ունենք մտահոգություններ, որի հետ կապված տվել ենք հարցեր, տիկին դատախազը կպատասխանի, մենք ըստ այդմ արդեն մեր որոշումը կկայացնենք, բայց ուզում եմ ֆիքսել, որ մենք այստեղ ոչ դատավոր ենք, ոչ ոստիկան ենք, ոչ որոշողն ենք, պարոն Աղազարյանը արդյոք գործել է մեղք, արարք, չի գործել, դրա համար կան համապատասխան մարմիններ, դատայուրական համակարգն էլ անկախ է գործում, մենք չենք խառնվում այս դրվագներին։ Հարցն այն է, արդյոք սա քաղաքական հայացքների հետ կապված է, թե ոչ, եւ որքանով է արդարացված մեր ուրեմն միջնորդությունը բավարարելը եւ այն էլ, որովհետեւ մենք ենք այն մարմինը, որը պետք է տա այդ միջնորդությունը, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ ցանկացած դեպքում եթե ինձ հետ լիներ նման իրավիճակ, ես կցանկանայի, որ իմ գործընկերները միջնորդությունը բավարարեին, որպեսզի գործի քննությունը շարունակվեր եւ ի վերջո ակնհայտ դառնար այն դեպքում, երբ ես անմեղ եմ, իմ անմեղությունը։ Մեկ էլ ինչ վերաբերում է բռնաճնշումներին, մեր ֆրակցիայի ղեկավարը շատ հստակ ելույթ ունեցավ ու ասաց, թե որն է այդ ավտորիտար քաղաքական բռնաճնշում ենթադրող արարքները եւ հատկապես հիշատակեց ուրեմն Ռոբերտ Քոչարյանի որդու, Լևոն Քոչարյանի պատգամավոր դառնալու դրվագը, հիշում եք, երբ 3 պատգամավոր իրար հետևից հրաժարվեցին իրենց մանդատներից, որպեսզի պարոն Քոչարյանը դառնա պատգամավոր։ Սա լավագույն տարբերակն է այն ասած ավտորիտարիզմի եւ բռնաճնշման մարդու հանդեպ, ով ունի մանդատ, արժանացել է մանդատի։ Կամ մի եւս ցցուն դրվագ է Հայաստան խմբակցության նախկին պատգամավոր Գեգամ Նազարյանի դեպքը, հիշում եք, երբ նա գործուղման էր քաղաքացիական պայմանագիր, խմբակցության հետ եւ հանդգնել էր ճակերտավոր լուսանկարվել մեր խմբակցության հետ, ազգային ժողովի նախագահի հետ, հիշում եք ինչպիսի ուրեմն ելույթներ եւ քննադատություններ եղավ, իսկ արդյունքն այն էր, որ պարոն Նազարյանին հեռացրեցին խմբակցությունից։ Ուզում եմ ասել, սա է ամենը, մենք շատ դեպքերում ընդդիմության ճնշումների մասին չենք իմանում, որովհետեւ ենթադրենք այդ պատգամավորները, որոնք հրաժարվեցին մանդատներից, որպեսզի պարոն Քոչարյանը դառնա պատգամավոր, մենք չգիտենք, չէ, այդ մարդկանց
ինչ են արել, ինչ են ասել եւ այլն, այսինքն լուր ինչ որ զանգ կամ գնում են ասում են վերջ հրաժարվի կամ ինչպես հիշում ենք ժամանակին կարճ է արտահոսք, որ պատգամավորները, այսպես ասած, խազագիր են ստորագրում, նախապես արդեն դիմում են ստորագրած լինում մինչ մանդատը, որ իրենք հրաժարվում են մանդատից եւ դա գտնվում է իրենց քաղաքական հայրերի մոտ, այսինքն երբ գա այն պահը, երբ այդ մարդը պետք է հրաժարվի, ուղղակի այդ թուղթը ու չգիտեմ, օրինակ պարոն Քոչարյանի պատգամավոր դառնալու համար նախապես կային արդեն այդ թղթերը, թե նոր են ասել հրաժարվեք։ Տիկին Հակոբյան, նույն հաջողությամբ ընդդիմությունն էլ ձեզ է մեղադրում բռնաճնշումների մեջ, ասում է, որ իշխանությունը նույն տեսեք, ինչպես են վարվում նաև իշխանական պատգամավորի հետ, որը կարծես թե հակասություններ ունի Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, նաև ընդդիմությունը ամբողջական թևով լցվել է Աղազարյանի պաշտպանությանը, սա ինչպես կմեկնաբանեք։ Տեսեք, պարոն Աղազյանի դեպքով կոնկրետ մեր կուսակցությունն ունեցել է նիստ վարչության, քննվել է դեպքը, հաղորդագրությամբ ենք հանդես եկել, հանրային խոսել ենք դրա մասին, հետո ֆրակցիայի նիստ ենք ունեցել եւ այլն եւ այլն եւ այլն եւ թափանցիկ հիմնավորմամբ բացատրել ենք նաեւ այս դեպքերը, հա եւ պետք չի մեկնաբանել թե ինչու եղավ, որովհետեւ մենք լավագույնս ներկայացրել ենք եւ այս պահին ուղղակի ընդդիմությունը օգտագործում է պարոն Աղազարյանի դեպքը այսպես դիվիդենդներ հավաքելու համար եւ դա հստակ է, որ նաեւ շատ լավ պատկերացնում է պարոն Աղազարյանը։